Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք ապրիլի 3-ի լուսնի միացումների մասին։ Լուսինը ունի 2 լարված միացում, պլյուս նաև երրորդն էլ կա, ունի լարված միացում Խիրոնի հետ։ Իսկ Խիրոնի հետ և լուսին Խիրոն այս հակադրությունը բավականին մարդկանց կդարձնի էմոցիոնալ։ Կհիշեք այն ցավերը, որոնք որ ապրել եք այսքան ժամանակ ձեր կյանքում, ամեն մեկը իր մոտ ունի Խիրոն, և ամեն մեկը գիտի, թե ինքը ինչից է ցավ ապրում, ումից է ցավ ապրում, ինչ բառերից, ում կողմից ասված, մարդիկ կան աշխատանքի վայրում են մշտապես ցավ տեսնում, որովհետև այնտեղ անընդհատ իրենց բշտում են, մարդիկ կան հարևաններից կամ քույր եղբորից, ընտանիքի անդամներից, անձնական, այդպես իրեն են անընդհատ կպնում ինչ-որ մի հարցում, այնպիսի պահեր կան, մարդիկ կան ընկերներից, օտար երկրում հենց գտնվում է այնտեղ ինչ-որ բաներ են իրեն ցավ տալիս, միգուցե կրոնի հետ կապված, ուսման հետ կապված, մի խոսքով այստեղ ամեն մեկի մոտ ինձ թվում է բոլորը գիտեն, թե ով է իրենց ցավ տալիս, յուրաքանչյուր մարդ, թե ինչը իրենց ցավ չի տա, ինչը իրենց ցավ կտա իհարկե։ Եվ հիմա այս պահին, այդ ամբողջ օրը, ամսի 3-ին, մարդիկ այդպես հուզականորեն նախ կարող են վերապրել այդ ցավը և պետք է ընդհանրապես այդ ցավը վերապրելով մարդը վերածնվի։ Ես Խիրոնի մասին խոսել եմ, կարող եք լսել, աստղաբանության ալիքում է և հասկանալ ընդհանրապես Խիրոնը իրենից ինչ է ներկայացնում, ճիշտ է, շատ մանրամասն եմ խոսել, այդպես թռուցիկ չեմ ներկայացրել, բայց կարող եք լսել և հասկանալ, ուղղակի ես իր կյանքն եմ ներկայացրել և ընդհանրապես բոլոր մոլորակներն ունեն իրենց կյանքը, որը ներկայացնելու դեպքում կարող եք զարմանալ։ Օրինակ Սատուրնի և Ուրանի մասին, քանի շեշտեցի, չկրկնօրինակ են ասածս, ես 2 բառով շեշտեմ, ով կլսի, իհարկե ձեզ համար լավ կլինի, որովհետև կիմանաք որտեղ եք ապրում ընդհանրապես։ Օրինակ Սատուրնը և Ուրանը իրանց հայր ու որդի են, և դրա համար այստեղ Ուրանը Սատուրնին թաղել է հողի տակ, որովհետև ինքը շատ գեշ է եղել։ Դրա համար Սատուրնը, ոչ թե Սատուրնը, այլ մյուս եղբորը, իսկ Սատուրնը, ով իր մայրն է դրդել, որ դեմ կանգնի հորը, և այդպես հորը սպանել է հատուկ նզակով, ինչ-որ նյութով, որ տեղում մահացել է, դրա համար և Ուրանն է համարվում մահվան մոլորակ և ինչ-որ տարօրինակ ինչ-որ պահերի, որ չգիտես որտեղից ինչ կլինի, և նույնն էլ Սատուրնը, որովհետև թաղված են եղել հողի տակ իր երեխաները, որովհետև շատ գեշ են եղել և ինքը ամաչել է իր երեխաներից, դրա համար բոլորին թաղել է, իսկ մայրը այնտեղ մնացել է մի տղա, դրա համար Սատուրնը դարձել է դաժան, մարդասպան, այսինքն դրա համար Սատուրնը, երբ որ մտնում է այս կամ այն տան մեջ, մարդիկ սկսում են վախենալ իրոք, որովհետև նա այդ վախն է մտցնում մարդու մեջ։ Դե կարող եմ նաև ավելի մանրամասն այդ մասին ասել, որովհետև բոլորը այստեղ երկնքում եղել են նախկին աստվածներ, նախկին ինչ-որ մարդիկ, ովքեր որ ապրել են և իրենց կյանքով ինչ-որ մի բաներ են արել, դրա համար հիմա այդ նույն էներգիան գալիս է մեզ, երբ որ իրենք ակտիվանում են կամ իրենց ակտիվացնում է ևս որոշ մոլորակներ։ Այնտեղ նույնն էլ կարող եմ ասել աստղերի մասին, Պրոզերպինայի մասին, որտեղ մեկը մյուսի ամուսինն է եղել, կինն է եղել, օրինակ Պրոզերպինան Պլուտոնի կինն է եղել և իրանք երկուսով են, կարելի ասել, բոլորի քարտեզում իրենք երկուսով են տեղակայված, հատկապես եթե ուժեղ են տեղակայված, մարդը և կարող է հենց այդպեսին լինել, և մի քիչ կեղտոտ և ամեն ինչ ոչնչացնող։ Դրա համար այստեղ նույնն էլ վաղը մարդիկ կլինեն բավականին էմոցիոնալ, կհիշեն իրենց նախկին ցավերը, կհիշեն նաև տրավմաները, ինչից միգուցե նաև նստեն, արտասվեն, որովհետև էմոցիաները բավականին շատ կլինի, կամ այն կետը, որից որ դուք ցավ եք ապրում, այ վաղը կզգաք, թե դա որ կետն է, եթե անգամ դուք չգիտեք ձեր քարտեզը, վաղը կզգաք, թե որտեղից է այդ ցավը ավելի ուժեղ։ Մարդ կա ցավ ապրում ծնողներից, իրոք, որ մայրը իր հետ ավելի վատ է, քան եղբոր կամ մյուս քրոջ եւ այլն, այդ պահերը ամեն ինչը դուք կզգաք, ամեն ինչ, եւ կհասկանաք, թե ինքը որ տան մեջ է ձեր գտնվում, եւ ինքներդ ձեզ որ մտածեք կհասկանաք, այ դրա համար եմ ես միշտ այս տեղից ցավ ապրում։
Եվ այդ ամեն ինչը մի հատ կվերապրեք, բայց դա մի կողմից լավ է ուժեղ մարդկանց համար, որովհետև մարդիկ կվերածնվեն, կմաքրվեն այդ ցավից։ Եվ լավ է վատ է թույլերի համար, որովհետև այդ ցավը ոնց որ կարող է այլ ավելի սկսել տանջել այդ մարդկանց։ Դա լավ կլինի ուղղակի մարդը ուժեղ գտնվի ու վերջ։ Դե չի կարող մարդկության 100%-ը ուժեղ լինել։ Բայց այդ օրը նաև ունենք երկու լարված միացում, որը լինում է նույն ժամանակում, եւ Վեներայի հետ է եւ Պլուտոնի հետ։ Այ երեկոյան ժամին է սա տեղի ունենում, ժամը 22:30 րոպեից սկսած, եւ փորձեք ձեր զույգի հետ չվիճել։ Փորձեք ձեր ընտանիքի անդամների հետ չվիճել, որովհետեւ այս լարված միացմամբ, այստեղ Պլուտոնի հետ մարդիկ կարող են նաեւ ինչ-որ տրանսֆորմացիա մտցնել իրենց հարաբերությունների մեջ, եւ դա կարող է վատ լինել, որովհետեւ լարված միացում է։ Փորձեք զսպել առավել ձեր էմոցիաները, որքան հնարավոր է, որովհետև երկու լարված միացում ունենք, պլյուս Խիրոնը նույնպես։ Դա կարող է մարդիկ լինեն, ովքեր որ իրոք ցավ են ապրում, այդ ամեն անգամ իրենց զույգից, կարող են ամենաաննշան բանից ցավ ապրեք, կամ գտնում եք միշտ այնպիսի զույգեր, ովքեր որ կպնում են ձեր անձնականին, կպնում են ձեր տեսքին, եւ դա ձեզ ցավ է տալիս։ Այստեղ պլյուս ունենք առանձին Պլուտոն եւ Վեներա լարված միացում։ Դա եւս պետք է հաշվի առնել։ Բացի այն, որ Լուսինը կպնում է իրենց, նաեւ առանձին իրենք իրար են միացած։ Դա համար այս դեպքում էլ եւս պետք է շատ ուշադիր լինեք, շատ հատկապես այստեղ Վեներան ցույլ նշանում է շատ ուժեղ է, բայց դե Պլուտոնն ավելի ուժեղ է, այսպես թե այնպես, եւ կվերցնի Պլուտոնի այդ կեղտոտ վարքագիծը Վեներան իր վրա եւ կարող եք նաեւ որոշել բաժանվել այս միացմամբ, բավականին շատ ուժեղ վիճել, դրա համար զգալ որ դիմացինը ձեզ չի սիրում, օրինակ այն տղամարդը ով վաղը կմտնի ժամը 11-ին տուն, հնարավոր է նաեւ որ բավականին հետաքրքիր այսպես ֆիլմ դիտի կնոջ կողմից եւ դա կարող է լինել իրոք բաժանման պատճառ։ Այդ օրը ովքեր որ մեկ այլ ժամային գոտում են ապրում, որովհետև այստեղ սկսվում է 22:30 րոպեից, մինչև շարունակվում է գիշերը 04:30 րոպե։ Այս լարված միացումները։ Եթե դուք ապրում եք մեկ այլ ժամային գոտում, ապա այս ժամերը վերածեք ձեզ մոտ, եթե աշխատանքային է, ապա ոչ մի կարևոր բաներ մի սկսեք, հատկապես գումարի հետ կապված, ոչ տվեք, ոչ գումար վերցրեք, ոչ վարկ չի կարելի բացարձակ։ Նաև կարևոր հանդիպումներ, այնտեղ ֆինանսական նաև հարցերի քննարկում, սիրային թեմա, եթե նոր պետք է ծանոթանաք, նոր պետք է շփվեք իրար հետ, մի փոքր այդ թողեք այդ լարված միացումը անցնի, նոր հետո սկսեք իրար հետ շփվել։ Նաև ալկոհոլի չարաշահումը, ուտելիքը չարաշահումը չի կարելի ոչինչ, այստեղ նաև հարսանիք նշել, տոներ, այդ օրը իրոք լարվածությունը երեկոյան ժամերին, ապա կարող են այստեղ իրար սկսել, որովհետև սերն է պակասում, այսինքն Լուսինը ազդում է մարդու սիրային էմոցիաների վրա եւ այն էլ վատ ձևով է, ազդում ոչ թե լավ։ Դրա համար մարդիկ կարող են այդպես իրար վիրավորել, վերջում անգամ կարող են միանալ քաղաքականությունից, ինչպես որ մշտապես է լինում այս վերջին տարիներին եւ սկսեն վիճել։ Նաև եթե ապրում եք էլի մեկ այլ ժամային գոտում, ապա նոր բիզնես սկսել, չի կարելի անշարժ գույքի վաճառ գնել, այնտեղ Վեներան է եւս չի կարելի։ Մարդկանց հետ փորձեք ավելի քիչ շփվել, որովհետեւ իրոք մարդկանց կողմից զզվանք կապրեք, որովհետեւ բացարձակապես սեր չի լինի։ Ճանապարհորդության մի գնացեք, իհարկե գումարի հետ կապված էլի եմ ասում եւս մյուս լարված միացման ժամանակ եւս էլի չի կարելի ոչ մի գումար։ Եվ հեռու պահեք ձեզ բոլոր տեսակի վեճերից, խոսակցություններից, որքան հնարավոր է հեռու մնացեք։ Գիշեր ուշ է տուն գալիս, ամուսինը, ոչինչ, ոչ մի բան մի արեք, որտեղ այստեղ իրոք լարված միացումը, հատկապես այնտեղ տրանսֆորմացիայի մոլորակի հետ եւս կարող եք ձեր հարաբերությունները իրոք տրանսֆորմացիայի ենթարկել։ Պլյուս նրան այսօր երբ որ ես սա եմ անում, ես եւս նշել եմ, որ էլի լարված միացումներ կան, այնպես որ ինքը այս երկու օրը բավականին լարված է։ Պլյուս նրան, որ լիալուսին է եւ հենց լիալուսին ժամանակ էլ ամեն ինչ սկսվում է, այդ ամեն մի լարվածությունը պլյուս հետո անցնում է ամսի 3-ին լուսինը կարիճ նշան, դա ավելի է բարդացնում իրավիճակը, կարիճն էլ սիրում է խայթել։ Եվ օրվա երկրորդ կես կարծես թե անցնում է լուսնային 17-րդ օրը, լավ լսեք լուսնային 17-րդ օրվա մասին,
որ ժամին է սկսում, որովհետև ինքը համարվում է վնասվածքների օր, վարակիչ հիվանդությունների օր, այ Վեներայի հետ լարված միացումը նաև եւս կարող է այդպես բերել Պլուտոնի հետ եւս, Պլուտոնը հենց կյանքը եւ մահն է, եւս այդ օրը բոլոր հիվանդությունները կարող են անբուժելի լինել, յուրաքանչյուր հիվանդություն, այնտեղ տղամարդիկ կարող են հազար ու մի բան վարակվեն, այնպիսի բաներ, որ անբուժելի է, բոլորս գիտենք։ Բացի այն, որ վնասվածքների օրը եւ լարված միացումներ ունենք, եւս կարող է մեկը մյուսին կարող են հարվածել։ Թմրանյութերից եւս պետք է բավականին հեռու մնան մարդիկ եւ այնպիսի դեղամիջոց մի ընդունեք, որը ձեզ համար բացարձակապես անծանոթ է, ոչինչ մի օգտագործեք։ 17-րդ լուսնային օրվա մասին է սա խոսքը։ Դե պլյուս արդեն ինքը երեկոյան է լինում, պլյուս երեկոյան էլ հենց ունենում ենք լարված միացումներ։ Այսքանը երևի սիրելիներս բավականին շատ խոսեցի, դե օրվա էներգիան է, կարևոր է, ելի եմ ասել, ավելի կարևոր է, քան լուսնի օրը, որովհետև լուսնի օրը մենք գիտենք, մենք կարող ենք, ես էլ եմ մազերս ներկել լուսնի օրը, նայել եմ մազերս ներկել եմ, ամեն ինչը կարող ենք նայել, անել, բայց ընդհանուր էներգիան, որը որ մեզ սպասվում է այդ օրը, պլյուս լուսնի այդ էներգիան միանում են իրար եւ կարող է այնպեսի մի բարդ օր լինել բոլորի համար, որ այդպես այնպեսի բաներ լսենք մենք մեր շուրջ բոլորը, որ զարմանանք, թե ինչ է կատարվում։ Այ օրինակ, որ լսում եք երեխային ծեծել, երեխային խեղդել եւ այլն, այդ ամեն ինչը կատարվում է հենց նման օրերին, որ եւ լուսնային օրն է զզվելի եւ միացումներն են զզվելի։ Դուք ուղղակի ձեզ եք պաշտպանում, հա, լսում եք, գիտեք այսպեսի օր է եւ վերջ, անցնում եք ձեր մնացած գործերին։ Թե հիմա ինչ որ կողքից ձեզ ինչ որ մեկը կբզբզա, չգիտես ինչ է, դուք գիտեք, որ օրը այդպես է թելադրում ավելի լավ հանգիստ նստեմ իմ տեղը, որովհետև կարող է ավելի բարդություն լինի։ Շատերս ենք տեսնում, որ վիճում են, ուզում ենք խառնվենք, բայց օրեր կան, որ իրոք խառնվեք, ձեզ համար կարող է ավելի տրավմատիկ լինել, քան այն մարդկանց համար, ովքեր վիճում էին։ Դա համար լավ կլինի օրեր կան, մի խառնվեք, ոչ ոքի վեճերին։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։